Լրագրող հրապարակախոս Անիկ Քոչարն ինստագրամյան իր էջում գրառում է արել անդրադառնալով Մարմարիկում կորած 2-ամյա Տիգրանի դեպքին ու դրա շուրջ առաջացած մեծ աղմուկին։ Մանկության տարիներին ես 2 անգամ կորել եմ, առաջին անգամը նախադպրոցական տարիքում, Ռուսաստանում ծնողներիս հետ շրջագայելիս։ Գնացքով մի քաղաքից մյուսը գնալիս կանգ առի ժամանակ հայրս իջնում է գնացքից և ես հետևից վազում եմ, մայրս կարծում է հասել եմ հորս նրա հետ եմ, հայրս հանգիստ է, որ մորս հետ եմ։ Ես հայրիկիս չեմ գտնում և երբ լսում եմ, որ գնացքը պատրաստվում է շարժվել, իսկույն վերև եմ բարձրանում մտնում գնացքը, երբ ծնողներս իրենց կորցրած արդեն ինձ էին փնտրում, մի անգամ էլ տոնավաճառում, դժվարին 90-ականներին հստակ թիվը չեմ հիշում, մայրիկիս կողքից մի պահ հետ եմ մնում, կողքերս նայելով, անուշադիր, որ մայրիկիս կողքով չեմ քայլում, բռնում եմ այլ կնոջ ձեռք և այդ պահին է հասկացվում, որ կորել եմ։ Ինձ տանում են տոնավաճառի ռադիոհանգույց և հայտարարում, որ երեխա է կորել, դե մայրս էլ ինձ էր փնտրում։ Շատ անգամներ է եղել նաև, որ ես չարաճճի ինքնագլուխ, անվախ և արկածախնդիր երեխաս, պատանիս, երեխաների հետ բակում խաղալիս թռել եմ ու գնացել ձորը, մենք ապրում էինք Հրազդան գետից Երևանյան լճից հոսող գետին մոտ և հաճախ էինք իջնում ձոր ազնվամորի ցոգոլ ուտելու, բարարած գետակը քարեր նետելու։ Ինչու եմ այս ամենը պատմում, այն պարզ պատճառով, որ բոլոր այս դեպքերում և շատ այլ ինձ հետ կարող էր մի փորձանք պատահել, մի դիպված լինել, որը կպատուհասեր ինձ ու ընտանիքիս։ Բարեբախտաբար ամեն բան անվտանգ ու անհետևանք է անցել, բայց դեպքերը տարբեր են։ Կորած բալիկի մշտապես մեղադրում են ծնողներին, պատկերացնում եմ, թե դա որքան է նրանց ցավեցնում։ Կուզեի մեղավոր ու անմեղ մենք չորոշենք և միայն աղոթենք փոքրիկի համար, իսկ բոլոր նրանք, ովքեր այս դժբախտության ֆոնին ինքնագովազդվում, ինքնադրսևորվում և ինքնահաստատվում են, պարզապես զազրելի են։ Ով չարարեց իրեն ցուցադրեց այս թեմայով, բայց էն, որ հեչտեղն ու ժամանակը չէ։ Լռելը երբեմն գանձ է։ Այս աղմուկը որևէ բանի չի նպաստում և ոչ էլ օգուտ է տալիս, իհարկե չհաշված որոշ շառլատանների ինքնագովազդը։ Աստված սիրեք, լռեք և աղոթեք, թողեք իրավասուներին իրենց գործն անել, իսկ եթե ցանկանում եք օգնել և ինքներդ էլ փնտրել, օգնել, արեք դա լուռ, առանց շոուների։ Մարդկանց դժբախտության վրա և համընդհանուր հույզերի ալիքի վրա մի խաղացեք, միշտ աղոթեք ձեր երեխաների համար, միշտ ուրախ ու տխուր օրերին, գրել է Անիկ Քոչարը։ Նա այս իրադարձության շուրջ հնչող դատողություններին հակադարձել է բացահայտելով անձնական հիշողություններ, որոնք իրենց պարզությամբ ու անկեղծությամբ մատնանշում են մարդկային կյանքի փխրունությունը և պահի զգուշությունը։ Քոչարը պատմել է, որ իր մանկության տարիներին 2 անգամ կորել է։ Նա ընդգծում է, որ բոլոր այն դեպքերում, երբ երեխաները կորում են, հանրությունը հակված է առաջին հերթին մեղադրելու ծնողներին, սակայն ինքն այդպիսի փորձ ունեցած մարդ լինելով լավ հասկանում է, որքան ցավալի ու անարդար է այդ մեղադրանքը։ Քոչարը նաև քննադատում է այն մարդկանց, ովքեր այս ողբերգության ֆոնին սկսում են սեփական անձի ինքնագովազդով զբաղվել, հայտնվելով տեսախցիկների առաջ կամ սոցիալական ցանցերում դրամատիկ ելույթներ կազմակերպելով։ Նա իր խոսքն ավարտում է ազնիվ մարդկային հորդորով չշահարկել այս ցավը, չդարձնել այն ինֆորմացիոն աղմուկի աղբյուր կամ շահադիտական հարթակ, այլ պարզապես լինել մարդկային, լինել զգույշ ու աղոթքով նրանց կողքը լինել։ Այս խոսքերը, որոնք հնչում են ցավից, փորձից ու խոհեմությունից, միավորող ուղերձ են բոլորիս՝ ծնողներ, լրագրողներ, օգտատերներ, կամավորներ, սա կոչ է մարդկային եղանակով արձագանքելու մարդկային ողբերգությանը, չթշնամացնելով, չմեղադրելով, չգերդրամատիզացնելով, այլ սրտով ու լռությամբ աջակցելով։ Քոչարի խոսքերը հնչում են որպես հիշեցում՝ երեխա կորելու վտանգը բոլորիս կարող է պատահել, բայց միասին ցավը թեթևացնելու, լռել ու օգնելու կարողությունը հենց այն է, ինչը մեզ մարդ է դարձնում։ Սրտով աջակցել, առանց աղմուկի, մի տարածեք չստուգված կամ կեղծ լուրեր, մի մեղադրեք ծնողներին, նրանք արդեն ամենամեծ տառապանքն են կրում, աղոթեք լուռ, հավատքով, հոգևոր աջակցությունը շատերի համար ուժի աղբյուր է։ Եթե ապրում եք Մարմարիկի կամ մոտակա տարածքում, միացեք որոնումներին որպես կամավոր, նախապես կապ հաստատելով տեղական փրկարարների հետ, հետևեք փրկարարների կամ համայնքային խմբերի պաշտոնական կանչերին ու հրահանգներին։ Տարածել միայն պաշտոնական կամ վստահելի տեղեկություն, կիսվեք ներքին գործերի նախարարության
կամ ընտանիքի կողմից տարածված հստակ տեղեկություններով։ Կարող է գրառումներ անել հիշեցնելու, որ որոնումները շարունակվում են և բոլորը պետք է զգույշ լինեն տեղեկատվության հետ։ Եթե ցանկանում եք աջակցություն տալ հարազատներին, ապա մի տվեք ավելորդ հարցեր, մի խորացրեք նրանց ցավը։ Սա չափազանց զգայուն և ցավալի դեպք է, ուստի կարևոր է շատ զգույշ լինել մեր պահվածքում ու խոսքում։ Ահա այն բաները, որոնք պետք է խուսափել չանել, որպեսզի չվնասենք ոչ որոնումներին, ոչ էլ ընտանիքի հոգեվիճակին։ Չստուգված կամ կեղծ լուրեր չտարածեք, որովհետև մենք կարող ենք անգիտակցաբար խուճապ կամ վիրավորանք պատճառել Տիգրանի հարազատներին։ Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չմեղադրել ծնողներին կամ հարազատներին։ Սոցիալական ցանցերում ծնողներին մեղադրելն անընդունելի է, նրանք հիմա ապրում են անասելի ցավի մեջ։ Մեղադրանքները ոչ միայն անարդար են, այլև կարող են երկարատև հոգեբանական վնաս հասցնել։ Չվերածել թեման շոուի կամ ինքնագովազդի։ Մի օգտագործեք այս դեպքը սեփական էջի հայտնիության համար։ Մի նկարահանեք ինքներդ ձեզ փրկարարների կամ որոնումների ժամանակ լայվ մտնելու նպատակով։ Մանրամասներ չհորինել կամ չհրապարակել, որոնք կարող են վնասել քննությանը։ Որոշ տեղեկություններ իրավապահներն ու փրկարարներն էապես չեն բացահայտում հետագա գործողություններին չվնասելու համար։ Ամեն բացահայտում կարող է նաև վտանգել երեխայի հնարավոր գտնելու վայրն ու հանգիստը։ Չդատապարտել կամ ծաղրել ուրիշներին, ովքեր աղոթում կամ օգնություն են առաջարկում։ Յուրաքանչյուր մարդ իր ձևով է ապրում այս ցավը լռելը երբեմն ամենաուժեղ աջակցությունն է։ Չհավատալ կասկածելի աղբյուրների, եթե տեսնում եք անհայտ մարդիկ խոստանում են ճշգրիտ ինֆո կամ ես գիտեմ որտեղ է, զգուշացեք։ Նման մարդիկ հաճախ փորձում են շահարկել կամ մոլորեցնել։ Հիշենք, մեր մեծագույն դերը հիմա լռությամբ, աղոթքով ու կարեկցանքով նրանց կողքին լինելն է։